Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբևէ մտածել եք ինչպես է պատահում, որ երկու մարդ լսում են նույն քարոզը, մեկը լաց է լինում եւ փոխվում, իսկ մյուսը մնում է անտարբեր։ Ինչու է մեկը ցավի մեջ լինելով ավելի մոտենում Աստծուն, իսկ մյուսը նույն ցավի պատճառով ավելի հեռանում է Աստծուց։ Ինչու է նույն արևը մոմը հալեցնում, իսկ կավը կարծրացնում։ Արևը նույնն է, տարբերությունը նյութի մեջ է։ Հենց այս մեծ գաղտնիքի մասին է խոսում Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի 9-րդ գլխի 17-ից 27-րդ համարներում։ Սա սուրբ գրքի ամենաբարդ, բայց նաև ամենախորիմաստ հատվածներից մեկն է։ Այստեղ խոսվում է ոչ միայն փարավոնի մասին, այստեղ խոսվում է յուրաքանչյուր մարդու սրտի մասին, ներառյալ իմ եւ քո։ Որովհետև սուրբ գիրքն ասում է փարավոնին այն բանի համար քեզ առաջ քաշեցի, որպեսզի քեզանով ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։ Ապա ուրեմն ում ուզում ողորմում է եւ ում սիրտն ուզում կարծրացնում է։ Սակայն պիտի ասես, ինչու է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում։ Արդ, ով ես դու, ով մարդ, որ Աստծու դեմ ես խոսում, միթե ստեղծվածն իր ստեղծողին կասի, ինչու ինձ այսպես ստեղծեցիր։ Կամ բրուտը իշխանություն չունի կավի վրա նույն շաղախից անոթ շինելու, մեկը պատվական, իսկ մյուսը հասարակ։ Իսկ եթե Աստված իր բարկությունը ցույց տալ եւ իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով մեծ համբերատվությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար, որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։ Սրանք մենք ենք, որ Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաև հեթանոսների, ինչպես որ Ովսեե բերանով ասվում է. նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, եւ նրան, որ ինձ սիրելի չէր, սիրելի։ Եվ այսպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանք կոչվեցին ոչ իմ ժողովուրդ, նույն տեղում նրանք կենդանի Աստծու որդներ պիտի կոչվեն։ Եսային աղաղակում է Իսրայելի մասին, եթե Իսրայելի որդների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, Պողոս առաքյալը հիշեցնում է Աստծո խոսքերը փարավոնին, դրա համար քեզ կանգնացրի, որպեսզի իմ զորությունը ցույց տամ քո միջոցով։ Շատերն այստեղ կանգ են առնում եւ հարցնում, այսինքն Աստվածն էր մեղավոր փարավոնի կարծրացնելու համար։ Եթե կարդանք ամբողջ պատմությունը, կտեսնենք, որ բազմաթիվ անգամներ ասվում է փարավոնը կարծրացրեց իր սիրտը եւ միայն հետո է ասվում Աստված կարծրացրեց փարավոնի սիրտը։ Ինչ է սա նշանակում։ Աստված չի ստեղծում չարություն մարդու մեջ, բայց երբ մարդը երկար ժամանակ մերժում է Աստծո ձայնը, Աստված երբեմն թույլ է տալիս, որ մարդը գնա իր ընտրած ճանապարհով։ Սովորաբար այսպես է, չէ՞։ Առաջին անգամ խիղճը զգուշացնում է, երկրորդ անգամ նույնպես, երրորդ անգամ ավելի թույլ։ Հետո մարդը սկսում է սովորել մեղքին, եւ մի օր այն, ինչ ժամանակին ցավ էր պատճառում, այլևս ոչինչ չի առաջացնում։ Սա է սրտի կարծրացման վտանգը։ Սուրբ Հովան Ոսկեբերանը գրում է. Աստված չի ստեղծում կարծր սիրտ, այլ մարդն ինքն է փակում իր սիրտը Աստծո առաջ։ Երբ Աստված խոսում է քո խղճի հետ, մի հետաձգիր պատասխանդ։ Միթե կավը կասի բրուտին։ Առաքյալը ներկայացնում է հայտնի պատկերը։ Աստված որպես բրուտ, մարդը որպես կավ։ Ինչու է սա կարևոր։ Մեր ժամանակներում մարդը սիրում է լինել ամեն ինչի կենտրոնում։ Մենք ուզում ենք որոշել ճշմարտությունը, որոշել բարին ու չարը, որոշել Աստծո պայմանները։ Բայց Պողոս առաքյալը հիշեցնում է. մենք արարած ենք, ոչ արարիչ։ Խոնարհությունը հոգևոր կյանքի դուռն է։ Մինչ մարդը չի ընդունում, որ Աստված ավելի լավ գիտի, նա չի կարող խաղաղություն ունենալ։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. մարդու մեծությունը սկսվում է այն պահին, երբ նա ընդունում է իր
սահմանափակությունը։ Փոխանակ հարցնելու ինչու Աստված այսպես արեց, երբեմն ավելի օգտակար է հարցնել. ինչն է Աստված ուզում սովորեցնել ինձ այս իրավիճակում։ Պողոս առաքյալը խոսում է Աստծո երկայնամտության մասին, մեծ համբերությամբ հանդուրժեց։ Սա հատվածի ամենագեղեցիկ մասերից մեկն է։ Փարավոնը սրտացավ բազմաթիվ հնարավորություններ ուներ։ 1 պատուհաս, 2, 3, 4, Աստված չէր շտապում դատել։ Քանի անգամ է Աստված մեզ նոր հնարավորություն տվել, քանի անգամ է ներել, քանի անգամ է սպասել։ Եթե այսօր դեռ լսում ես Աստծո ձայնը, դա նրա ողորմության նշանն է։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է. Աստծո համբերությունը ապաշխարության ժամանակ է, ոչ թե անտարբերության թույլտվության։ Հանկարծ Պողոս առաքյալը բացում է մի մեծ դուռ։ Աստծո փրկությունը միայն մեկ ժողովրդի համար չէ, այն ամբողջ աշխարհի համար է։ Կարծես հեղափոխական միտք էր սա։ Այն ժամանակ շատերը կարծում էին, որ Աստծո օրհնությունը սահմանափակված է մեկ ազգով, բայց Ավետարանը կոտրեց այդ պատկերը։ Աստված չի նայում ազգությանը, սոցիալական դիրքին, կրթությանը, հարստությանը, նա նայում է մարդու սրտին։ Երբեք ոչ մեկին մի համարիր շատ հեռու Աստծուց։ Պողոսը մեջբերում է մարգարեներից. ով իմ ժողովուրդ, ով իմ ժողովուրդը չէր, նրան իմ ժողովուրդը կկոչեմ։ Աստված մասնագիտացված չէ անհույս թվացող պատմությունները փոխելու մեջ։ Օրինակներ. Մովսեսը մարդասպան էր, Դավիթը ծանր մեղքեր ուներ, Պետրոսը ուրացավ, Պողոսը հալածիչ էր։ Բայց Աստված նրանց պատմությունը վերագրեց։ Սուրբ Աթանասն ասում է. Աստծո շնորհը հաճախ սկսվում է այնտեղ, որտեղ մարդը կարծում է, թե ամեն ինչ ավարտվել է։ Այս հատվածը մի քանի կյանքում կիրառելի կարևոր խորհուրդներ է մեզ սովորեցնում։ Մի կարծրացրու սիրտդ Աստծո ձայնի հանդեպ։ Մի հետաձգիր ապաշխարությունը, հիշիր, որ Աստված արարիչն է, իսկ մենք նրա ստեղծագործությունը։ Վստահիր ամեն դեպքում Աստծո իմաստությանը, նույնիսկ երբ ամեն ինչ չես հասկանում։ Օգտագործիր Աստծո տված նոր հնարավորությունները։ Երբեք ոչ մեկի փրկությունից մի հուսահատվիր։ Շնորհակալ եղիր, որ Աստված քեզ նույնպես կանչել է իր ժողովուրդը լինելու։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հռոմեացիների նամակի 9-րդ գլուխը մեզ կանգնեցնում է երկու ճանապարհների առաջ։ Փարավոնի ճանապարհը կարծրացնել սիրտը, հետաձգել ապաշխարությունը, դիմադրել Աստծո ձայնին։ Եվ երկրորդ ճանապարհը խոնարհվել, վստահել, թողնել, որ Աստված ձևավորի մեզ ինչպես բրուտը կավին։ Այսօր հարցը սա չէ, թե Աստված խոսում է, հարցը սա է, մենք լսում ենք, որովհետև նույն արևը, որ մոմը հալեցնում է, կավը կարծրացնում է, Աստծո շնորհը նույնն է բոլորի համար, բայց մեր պատասխանը որոշում է մեր սրտի վիճակը։ Ուստի, եթե այսօր լսում ես նրա ձայնը, մի կարծրացրու սիրտդ, թող Աստված ձևավորի քեզ, թող նա քանդի այն, ինչ պետք է քանդվի, եւ կառուցի այն մարդուն, որին նա ի սկզբանե ցանկանում էր տեսնել քո մեջ։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո ծանոթ բարեկամներին, ընկերներին, հարազատներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ գրային հատվածի մեկնությանը։